Սուրբ Գրիգոր Տաթևացին թշնամիներին 3 աստիճանի է բաժանում։ Աստծո թշնամիները մեզ էլ թշնամի պետք է լինեն, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Եվ մենք Աստծո թշնամիներին ոչ պետք է սիրենք եւ ոչ էլ պետք է աղոթենք նրանց համար։ Հա? Աստծո թշնամինը սատանան է, ապստամբած հրեշտակներն։ Մենք չենք կարող եւ չպետք է սիրենք Աստծո թշնամիներին։ Եվ ոչ էլ կարող ենք նրանց համար աղոթել։ Հա? Որտեվ նրանք Աստծո դեմ են, Աստծո թշնամի են։ Մենք չենք սիրում նրանց եւ չենք էլ աղոթում նրանց համար։ Երկրորդ, կան մեր անձնական թշնամիներ։ Թշնամի ասելով մեր ունեցվածքին, մեր կյանքին վնաս պատճառով, հա? Նրանց պետք է սիրենք եւ պետք է օրհնենք նրանց, որտեղ դրանք մեր դեղն են, մեր ապաշխարության հնարավորություններն են, որ մեզ առիթ են տալիս, որ մենք ապաշխարենք, որտեղ Աստծո թույլտվությամբ է ինչ եղել է, հա? Մեզ հավատքի թշնամի չեն նրանք։ Բացարձակ մեր հավատքին չեն դիպչում, մեզ չեն վնասում, ուղղակի մեր կյանքի առօրեական կենցաղում լավ, վատ, սխալ, մեկ ճիշտ, հա, մենք մեր շահում ենք թշնամիներ մեր կենցաղով, մեր վարքով եւ այդպես մենք պետք է սիրենք դրանց, օրհնենք իրենց, որպեսզի հաղթահարենք։ Այսինքն նյութական մարմնավոր վնաս պատճառած թշնամիները դրանք մեր հավատքի թշնամիները չեն։ Նրանց պետք է սիրենք, հա? Եվ երրորդ, անհավատները, այլադավանները, հա, որոնք ինչ պետք է անենք իրենց համար, այսինքն հավատքի թշնամի չեն, բայց մեզ հետ հավատքի նույն ուղիով չեն գնում, նրանց չենք կարող օրհնել, բայց պետք է աղոթենք իրենց համար, որ իրենք էլ դարձի գան, հավատքի գան, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Ուրեմն Աստծո թշնամիներին ոչ օրհնում ենք, ոչ էլ աղոթում ենք, իր մարմնական թշնամիների համար օրհնում ենք ու աղոթում ենք, անհավատների համար չենք օրհնում, բայց աղոթում ենք։ Ամեն։